Սոցհարթակներում իդեալական հայր և իդեալական ամուսին, բայց իդեալական ընտանիքի հետևում թաքնված էր ցասում։ Քրիստոֆեր Ուոթսը և Շենոն Ռիզուչեկը ծանոթացել են 2010 թվականին և ամուսնացել 2012-ի նոյեմբերի 3-ին։ Զույգն ունենում է 2 դուստր՝ Բելլա Ուոթսը 2013-ին և Սելեստ Ուոթսը 2015-ին։ Ուոթս ընտանիքն ապրում էր Քոլորադո նահանգի Ֆրեդերիկ քաղաքում, որը գնել էին 2013 թվականին։ Ընտանիքը 2015-ին ճանաչվում է սնանկ։ Քրիս Ուոթսն աշխատանքի է անցնում Անադարքո նավթային ընկերությունում, իսկ Շենոնն աշխատում էր տանից, վաճառելով Լիվել ընկերության Thrive պրոդուկտը։ Նիկոլը Շենոնի ամենամոտ ընկերուհին և գործընկերը, որին նաև կոչում էին Նիկո, գիշերը ժամը 1:48-ին Շենոնին ճանապարհում է տուն և համոզվելով, որ նա տուն է մտնում, հեռանում է։ Հաջորդ օրը երեքշաբթի առավոտյան ընկերները, մասնավորապես Նիկին, որը ճանապարհել է Շենոնին, անհանգստանում են, քանի որ Շենոնն ամեն առավոտ զանգում էր կամ հաղորդագրություն էր ուղարկում, և որ ամենակարևորը, Շենոնը հղի էր 15 շաբաթական բարդ ընթացող հղիությունով և պետք է այցելեր գինեկոլոգի մոտ հերթական ստուգման։ Նիկին, զգալով, որ ինչ-որ բան այն չէ, գալիս է Շենոնի տուն, թակում տան դուռը, բայց ոչ մի արձագանք։ Զանգում է ոստիկանություն և հայտնում, որ ընկերուհին և նրա 2 աղջիկները չկան։ Ոստիկանությունը ժամանում է, լսում Նիկին և զանգահարում Քրիսին, որն այդ ժամանակ աշխատանքի էր, և կանչում են, որպեսզի բացի տան դուռը։ Քրիսը ժամանում է և բացում դուռը։ Տան մեջ հայտնաբերում են Շենոնի կոշիկները, որոնք դրդռված էին դռան կողքին։ Նկատում են դեղերը, տրամապանակը, և Նիկին սկսում է շատ լուրջ անհանգստանալ։ Դա նման չէ Շենոնին և աղջիկների համար։ Քրիսն ասում է, որ չգիտի, թե որտեղ են գտնվում իր կինն ու աղջիկները, և խնդրում է նրանց վերադառնալ, եթե լսում են իրեն։ Երեկոյան քննիչները Քրիսին կանչում են ոստիկանական բաժանմունք հատուկ հարցաքննության, հատուկ հետաքննության դաշնային բյուրոյի գործակալ Ռեմ Քոդրի կողմից։ Առաջին հարցազրույցը դիտելով հետաքննողի մոտ կասկածներ է առաջանում Քրիսի զգացմունքներից զուրկ և երբեմն ժպտալով խոսելը կնոջ և երեխաների անհետացման մասին։ Հարցաքննության ընթացքում առաջին բանը, որ քննիչը նկատում է, անցյալով խոսելն էր կնոջ և երեխաների մասին։ Դա պնդում էր, որ ոչինչ չգիտի նրանց անհետացման մասին։ Քրիսը չգիտեր, որ դետեկտիվներն արդեն գիտեին իր սիրուհու մասին՝ Նիկոլ Քեսինջերի։ Սիրուհին, հասկանալով, որ աշխատավայրում բոլորը գիտեն իր և Քրիսի սիրային կապի մասին, ինքն է ժամանում ոստիկանություն և անցնում հարցաքննության։ Միաժամանակ երկուսն անցնելով հարցաքննության, Նիկոլը վստահեցնում է, որ իրենց միջև ոչ մի լուրջ բան չի եղել, և որ Քրիսն ավելի հետաքրքրված է եղել իրենով, քան ինքը։ Նիկոլը վստահեցրեց, որ Քրիսն իրեն ասել է, որ իրենք գտնվում են ամուսնալուծության պրոցեսի մեջ։ Քրիսին առաջարկում են անցնել պոլիգրաֆ թեստ, որին նա համաձայնում է։ Նա անցնում է պոլիգրաֆ թեստը և ձախողում է այն։ Դետեկտիվներն առաջարկում են Քրիսին, որ խոսի իր հոր հետ։ Երբ հայրը ներս է մտնում, սկսում է պատմել մի պատմություն, թե երբ տանն է եղել, նրանք վիճել են, քանի որ Շենոնն իմացել է իր սիրուհու մասին, և Շենոնն իմանալով այդ մասին, վրեժ է լուծել Քրիսից և խեղդամահ իր 2 աղջիկներին, ինչի հետևանքով Քրիսն էլ իր հերթին է խեղդամահ Շենոնին և վախենալով, որ իրեն ոստիկանությունը կձերբակալի, նրանց մարմինները պահել է։ Դետեկտիվները խնդրում են իրենց ցույց տալ մարմինների տեղը, և նա ցույց է տալիս 2 մեծ նավթային բակեր։ Առաջինում գցել էր Բելլայի մարմինը, երկրորդում Սիսիի։ Նա նաև ցույց տվեց մոտակայքում գտնվող դաշտ, որտեղ թաղել էր կնոջը և իրենց չծնված տղային։ Քրիսը սպանել է Շենոնին իրենց ննջասենյակում։ Ամենայն հավանականությամբ վիճաբանությունից հետո։ Նա փաթաթել է Շենոնի մարմինը սավանով և մեքենայով տարել 2 դուստրերի հետ, որոնք դեռ ողջ էին։ Նրանց Քրիսը տարել էր մեկուսացված նավթահոր, որտեղ ինքն էր աշխատում։
Այնտեղ նա սկզբում ծածկոցով խեղդամահ էր արել 2-ամյա Սիսիին, իսկ հետո 4-ամյա Բելլային, բայց ամենասարսափելին այն է, որ Բելլան հասկացել էր ինչ էր կատարվել իր մոր և քրոջ հետ և խնդրել էր իր հորը, որ չսպանի իրեն։ Բելլան պայքարել էր իր կյանքի համար։ Դատաբժշկի փոխանցմամբ Բելլան և Սիսին մահացել էին շնչահեղձության արդյունքում։ Բելլայի լեզուն վիրավորված էր եղել կծելու պատճառով, շուրթերը ուռած, ինչը վկայում էր դիմադրության և պայքարի մասին։ Քրիսը խոստովանել էր, որ Բելլայի վերջին խոսքերը եղել են. «Հայրիկ, ինչ ես անում ինձ հետ»։ Քրիսի սիրուհին Նիկոլ Քեսինջերը անհետացավ հասարակական տեսադաշտից, փոխեց անունը, հեռացավ աշխատանքից և տեղափոխվեց այլ նահանգ։ Քրիսը դատապարտվեց 5 անգամ ցմահ ազատազրկման։ Եթե ձեզ հուզեց այս պատմությունը, լայքեք և բաժանորդագրվեք, եղեք ակտիվ մեկնաբանություններում։